Պարոն Բաղդասարյան, կասեք վիրահատությունը երբ է նախատեսված եւ ինչքան է մնալու հիվանդանոցում։ Ուրեմն դեռևս ինչքան է մնալու, սա կմնա վիրահատությունից հետո, ներկա պարագայում Պավել Մանուկյանը անցնում է բուժզննություն, բժիշկների հետազոտություններ են անցկացնում, ամենայն հավանականությամբ վիրահատությունը կլինի վաղը, իր անձնական առողջությունը իմ պատկերացմամբ իմ տեսնելով լավ էր, նորմալ էր, վերքերի ապակիման պրոցեսը ամենայն հավանականությամբ երևի նորմալ է ընթանում, դրա համար բժիշկները որոշել են, որ մոտ ապագայում ենթադրում էր, որ պետք է հաջորդ շաբաթ անեն, բայց երևի թե մոտ ապագայում ավելի նպատակահարմար է, բուժումը ավելի օպտիմալ եւ ամբողջական դարձնելու համար։ Այսինքն շտապեցրել են վիրահատությունը, ոչ են պատճառում, որ ինչ-որ առողջական վիրահատություն։ Չէ, մեր մոտ առողջական խնդիր չկար, տեսականորեն մենք մտածում ենք, որ բժշկական միջամտությունը պետք է լինի մի քիչ ավելի ուշ, որովհետև գիտեք, Պավել Մանուկյանը նաև տարել է պլաստիկ օպերացիա, այսինքն որոշակի հյուսվածքներ պատվաստվել են Պավել Մանուկյանի վերքերի, որպեսզի ապաքինվի բուժվի, մենք ենթադրում ենք, որ գոնե այդ ապաքինման պրոցեսը կավարտվի հետո կտանեն, ապաքինման պրոցեսը, եթե չասեմ ավարտված է, պրոցեսի մեջ է, իմ պատկերացմամբ իմ տեսնելով վերքերը այսպես տեսողական ուսումնասիրելով բուժվում է։ Ես ենթադրում եմ, որ ավելի ուշ պետք է անեն, բայց բժիշկները երևի այս պայմաններում ավելի օբյեկտիվ են։ Ոսկորային փուլ է կրկին լինելու, հա, ինչպես Արամի պարագայում։ Այս պահին լինելու է արդեն ոսկորային փուլի վիրահատությունը, այն է, դուք տեղյակ եք, որ Պավել Մանուկյանի ոսկորները, ազդոսկրը ամբողջությամբ փշրված է եւ մարմնից նաեւ ոսկորների մի մասը նաեւ դուրս է եկած։ Հիմա բժիշկներն եթե գիտեք, իրանք համադրել էին ոսկորները այն ինչ որ հնարավոր էր։ Հիմա այս փուլում պետք է դրվի նորից հարթակ, պլաստինկա մետաղական, որպեսզի ինքը օրգանիզմը համապատասխանեցվի այդ հարթակին եւ որպեսզի ոտքը կարողանա ուղիղ դիրքով մնալ։ Բժիշկները ասել են վերջնական փուլն է լինելու, թե այլ վիրահատության անհրաժեշտություն եւս կլինի, որովհետեւ հա Ինեսա Պետրոսյան նշում էր, որ հրազենային վնասվածքը ծանր հրազենային վնասվածք է, հա զինտեխնիկայի շարքից հանելու հրազենով է, հա կրակվել այս ուղղությամբ։ Դեռևս հաջորդ վիրահատական պրոցեսին չանդրադառնանք, իմ պատկերացմամբ էլի պետք է լինի, բայց մենք պետք է աշխատենք, որ այս մի վիրահատությունը ավելի ամբողջական նորմալ լինի, մենք մի խնդիր ունենք, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոսկորային հյուսվածքները համադրվեն եւ ոսկորն աշխատի։ Երբ որ ոսկորը աշխատեց, հետագայում կերևա այդտեղ նորից լրացուցիչ միջամտություն արվելու է թե ոչ, եւ երկրորդ նաեւ եթե նույնիսկ չի արվելու, վերջին արդեն ստադիայում ոտքի այդ ոսկորային հյուսվածքների երկարացման խնդիրը որ պետք է լուծի։ Այս պահի դրությամբ առայժմ մենք միայն մտածում ենք այս վիրահատության վերաբերյալ, որը ոսկորային հյուսվածքների համադրման, հարթակի տեղադրման հարցն է։ Պարոն Բաղդասարյան, ինչպես նշեցիք, ազդրի ոսկորը փշրված է եղել, հիմա ինչ վիճակ է, առաջի վիրահատությունից հետո առաջընթաց կա։ Չէ, դե տեսեք, մենք կոնկրետ որևէ բան չենք կարող ասել։ Հիմա բժիշկները պետք է անցկացնեն ռենտգեն նաև ուսումնասիրություններ։ Բժիշկների այն, երբ որ քրեակատարողական հիմնարկում էին, այն ժամանակ, երբ որ իրանց հետ խոսում էինք, ասում էին մեր պատկերացմամբ այդ ապարատը, մետաղական ապարատը, որ դրսից որ դրված, ասում են ինքը իր նպատակին ծառայել է եւ ոսկորների համադրումությունը տեղի է ունենում։ Բայց այս ամբողջը պետք է ռենտգենային ճանապարհով փորձեն հիմա ուսումնասիրեն եւ ասեն։ Քանի որ հիմա այս պահի դրությամբ դեռևս հետազոտություն է գնում, գուցե ես որևէ բան չասեմ։ Ինձ թվում է բժիշկները ավելի կոնկրետ կասեն։ Արամն իրեն ինչպես է զգում, որովհետև տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, հետ վիրահատական փուլը կարծես թե հա կարճ տևեց այստեղ մնալը հիվանդանոցում։ Արամը իրեն լավ է զգում, դա Արամը երիտասարդ է, Արամի մոտ բնականաբար հյուսվածքների ամբողջականությունը ավելի արագ է տեղի ունենում։ Իմ պատկերացմամբ ոսկորային այդ ոսկորի հետ կապված վիրահատությունը անցել է նորմալ, կոնկրետ որևէ դժգոհություն ցավեր չունի, չհաշված այն ընդհանուրը, որը որ բնականով հետ վիրահատական շրջանում լինում է, որտեղ միշտ պատկերացրեք օտար մարմին է տեղափոխվում մարդու մարմնի մաշկի մեջ։ Իսկ տրամադրությունը Արամի այսպես միշտ կայտար, միշտ այն ժպտացող դեմքով, միշտ որպես գանգրահեր տղա։
Եվ նաև Պավլիկ Մանուկյանը բարձր տրամադրություն ուներ, երկրում տիրող փոփոխություններին տեղյակ է, հա, խոսել եք նոր հետ։ Ուրեմն ասեմ ձեզ մի գաղտնիք, բայց ուրիշի չասեք։ Պավլիկ Մանուկյանի հետ որպես կանոն մենք քննարկում ենք ավելի շատ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ խնդիրներ, քան թե իր պաշտպանության խնդիրները, այստեղ ես մի քիչ վատ փաստաբան եմ այս հարցում, որովհետև իրեն հետաքրում է թե իրականում ինչա տեղի ունենում երկրում։ Եվ ասեմ ձեզ, իր վերլուծական աշխատանքները շատ օգնում են նաև մեզ ճիշտ պատկերացում կազմելու, որովհետև Պավել Մանուկյանը անկախ ամեն ինչից ինքը լինելով ծնվելով, սրվելով այս հողից, ինքը հողի էներգիան շատ լավ է կարողանում հողի էներգիան շատ լավ։ Մենք միշտ պատկերացրել ենք, որ Հայաստանում պետք է լինի լուրջ փոփոխություններ։ Իհարկե ներկա պահին կառավարության հրաժարականը մենք չենք ընդունում որպես լուրջ փոփոխություն, որովհետև մենք պատկերացնում ենք, որ սա էական որևէ հիմնական փոփոխություն չի կարող առաջացնել։ Մի բան էլ ասեմ, մեր պատկերացրած իհարկե վարչապետը չպետք է լիներ Կարեն Կարապետյանը, որովհետև Կարեն Կարապետյանը գիտեք նորից այսպես ասենք դրսի ուժերի շահարկողը պետք է լինի, չգիտեմ, օրինակ մենք որ խոսում ենք Այդպես պարոն Մանուկյանն է ձեզ փոխանցել։ Մենք քննարկում ենք այդ հարցի շուրջ, որովհետև կա Այդպես ասել, որ նաև իր կարծիքին հա, որ միևնույն է, այսինքն դրսից բերած մարդիկ Հայաստանի համար չեն կարողանալու այն աշխատանքը տանել, որոնք որ նվիրված լինեն երկրին կամ մտադիր լինեն ինչ-որ փոփոխություններ անելու։ Մեր պատկերացրած մեր քննարկումների արդյունքում միշտ մենք հանգում ենք այն եզրակացության, որ մարդ պետք է լինի, ով ոչ միայն կպած է այս հողին, այլ նաև ցավում, տառապում է այս հողի համար։ Որևէ վիրավորական թող չհնչի ապագա վարչապետի հասցեին, բայց մենք միշտ պատկերացնում ենք, որ այս պայմաններում մարդիկ իրենք սեփական անձնական խնդիրներ ունեն եւ այդ անձնական խնդիրներով են ժողովրդի շահերը, սոցիալական, տնտեսական եւ առավել եւս քաղաքական շահերը այդ մակարդակի չի բարձրացնում։ Պարոն Բաղդասարյան, այսինքն դուք ասեցիք ու գիտեր արդեն պարոն Մանուկյանը, որ վարչապետը հրաժարական։ Երեկվա երևի շրջանառվող Ենք պարզապես օդում կախված մենք ասեմ ձեզ ուրիշ տեխնացուների անուններ ենք քննարկել, մենք փորձել ենք հասկանալ թե իրականում ով պետք է լինի։ Պավել Մանուկյանը ավելի այսպես իր ոնց ասեմ հոտառությամբ ավելի ընկալունակ էր այս հարցում, ասում էր, որ իսկապես Կարենին կնշանակե մի պարզ պատճառով, որովհետև Մոսկվան պետք է որոշի, Մոսկվայի որոշող մարդը ամենահարմարը Կարեն Կարապետյանն է, որովհետև այն մյուս տեխնացուների շուրջ, որոնց շուրջ որ մենք խոսակցություն ենք տանում, նրանք այսպես ասենք, ինչ որ ոչ մոսկովյան թիմ էին ներկայացնում, դրա համար ինքն էլ էր վստահ, որ Կարեն Կարապետյանը կնշանակի։ Բաղդասարյան, եւ վարչապետի հրաժարականը, Սասնա Ծռերը ինչ որ առումով կապում է, պարոն Մանուկյանը, Պավել Մանուկյանը կապում է արդեն իրենց գործողությունների հետ։ Վարչապետը այսօր էլ հրաժարականի տեքստում խոսում էր այսպես մթնոլորտի մասին, որ աղճատված է հասարակությունը եւ այլն։ Հիմա Պավել Մանուկյանի բառերը չասեմ, այստեղ մի քիչ բառերն ասեմ, հետո կփոխանցեք ընդդեմ։ Մենք միշտ այն մտքին ենք, որ հանկարծ մհերը դուրս չգա։ Մհերի խնդիրն է, փոքր մհերը չի կարողանում այսօր հասարակության մեջ հենվել այն մարդկանց վրա, այն քաղաքական ուժերի վրա, որոնք կարողանան դիմակայել իրեն։ Հիմա փոքր մհերը այսօր ամենևին էլ մենք էլ մտքի չենք, որ Կարեն Կարապետյանը ինքը հնարավորություն կտա, որ իր վրա հենվելով երկիր կառուցեն։ Մենք գտնում ենք, որ դա անպայման պետք է լինի փոքր մհերին բնորոշ մարդկանց համակարգ, ովքեր որ կարողանան այնպես անել, որ երկիրը կարողանա այս առյուծի ձակ մհերին կարողանա պահել երկրի վրա։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այն ամենին ձեր երեկվա քննարկմանը վերադառնանք, տեսեք, նշում եք, որ արդեն մամուլում շրջանառվում են, որ հրաժարականը տալու։ Սա Պավել Մանուկյանը կապում էր Սասնա Ծռերի գործունեության հետ, այս կառավարության այս փոփոխությունը։ Պավել Մանուկյանի սկզբունքը դիրքորոշումը հետևյալն է։ Չի կարող, որ երկրում որևէ փոփոխություն չլինի։ Եվ այդ փոփոխությունները անպայմանորեն կապվում էր նաև Սասնա Ծռերի հետ։ Ինչու՞, որովհետև Սասնա Ծռերը ստեղծել են մի իրավիճակ, որ պարզ ասում են, որ այս ճանապարհով շարունակել չի լինի։ Ուզում եք ընդունեք, ուզում եք քաղ տեխնոլոգներ բերեք, որ ուրիշ բաներ ասեն։ Միևնույնն է, կյանքը հրապարակավ, մենք քննարկել ենք օրինակ ասենք Քոչարյանի բաները, ասում է, եթե Քոչարյանը արդեն դուրս է եկել այդ դաշտ եւ
դեղին քարտը նա ինձ ուրիշ բան ասում, ասում է դեղին քարտ չի, դի կարմիր քարտը։ Այդ պրոստը մեզ է ասում Քոչարյանը դեղին քարտ։ Լավ հասկանալով թե ինչ Քոչարյանը ինչ նպատակ ունի, ասում է թե դեռևս էլ կարմիր քարտը եւ դեռ Քոչարյանի կարմիր քարտի արդյունքում առայժմ կառավարությունն է փոխվում։ Մեր պատկերացմամբ իշխանություններ շուտով կփոխվի, որովհետեւ այս էպիզոդիկ փոփոխությունները որևէ արդյունքի չեն հասցնի։